Սիրելի բաժանորդներ, այսօր հայոց ալիքում խոսելու ենք մարդկության պատմության ամենամեծ եւ ամենաարյունալի պատերազմներից մեկի մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Բայց այս տեսանյութում մենք չենք սահմանափակելու միայն ընդհանուր պատմությամբ։ Մենք քայլ առ քայլ կանցնենք պատերազմի նախապատմությունից մինչև դրա ավարտը, կխոսենք պատերազմի գլխավոր ճակատների, Հոլոկոստի, հակահիտլերյան կոալիցիայի, հայրենական մեծ պատերազմի, Պոտսդամի խորհրդաժողովի, Ճապոնիայի պարտության եւ պատերազմի հետևանքների մասին։ Եվ ամենակարևորը կտեսնենք, թե այդ ամբողջ պատմության մեջ որտեղ էր հայ ժողովուրդը։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում, ինչու սկսվեց պատերազմը, ինչպես փոխվեց աշխարհի ճակատագիրը եւ ինչ դեր ունեցան հայերը, խնդրում եմ դիտեք մինչև վերջ։ Դա կարևոր է եւ ինձ եւ ձեզ համար, որովհետեւ պատմությունը միայն անցյալի մասին չէ, այն նաեւ հիշողություն է։ Եկեք սկսենք 1939 թվականից, բայց դրանից առաջ մի փոքր հետ գնանք։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1919 թվականին Գերմանիայի հետ կնքվեց Վերսալի պայմանագիրը։ Գերմանիան կորցրեց տարածքներ, պարտավորվեց վճարել ծանր փոխհատուցումներ եւ սահմանափակեց իր զինված ուժերը։ Գերմանական հասարակության մի մասում այս պայմանագիրը ընկալվում էր որպես ազգային նվաստացում։ Այս պայմաններում 1920-ական եւ հատկապես 1930-ական թվականներին Գերմանիայում ուժեղացավ նացիստական շարժումը։ 1933 թվականի հունվարի 30-ին Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր։ Շատ կարճ ժամանակում նա վերացրեց ժողովրդավարական համակարգի հիմնական ինստիտուտները եւ Գերմանիան վերածեց նացիստական բռնապետության։ Նացիստական իշխանությունը սկսեց արագ վերազինել երկիրը։ Գերմանիան խախտում էր Վերսալի պայմանագրի ռազմական սահմանափակումները եւ պատրաստվում էր տարածքային ընդհարձակման։ 1938 թվականի մարտի 12-13-ին Գերմանիան իրականացրեց Ավստրիայի միացումը, որը հայտնի է Անշլյուս անվամբ։ Այնուհետև Հիտլերը պահանջներ ներկայացրեց Չեխոսլովակիայի Սուդետական շրջանի նկատմամբ։ 1938 թվականի սեպտեմբերի 29-ի 30-ին Մյունխենում տեղի ունեցավ խորհրդաժողով, որին մասնակցեցին Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Մյունխենի համաձայնությամբ սուդետական տարածքները հանձվեցին Գերմանիային։ Բայց դա չկանգնեցրեց Հիտլերին։ 1939 թվականի մարտին Գերմանիան գրավեց Չեխոսլովակիայի մնացած չեխական տարածքները եւ հաջորդ թիրախը դարձավ Լեհաստան։ 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում Գերմանիան եւ Խորհրդային Միությունը ստորագրեցին չհարձակման պայմանագիր, որը հայտնի դարձավ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ անունով։ Պակտին կից գաղտնի արձանագրություններով կողմերը պայմանավորվում էին Արևելյան Եվրոպայի ազդեցության գոտիների վերաբերյալ։ Եվ հետո եկավ 1939 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այդ օրը Գերմանիան ներխուժեց Լեհաստան։ Սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել էր։ Սեպտեմբերի 17-ին Խորհրդային Միությունը ներխուժեց Լեհաստանի արևելյան տարածքներ։ Լեհաստանը բաժանվեց Գերմանիայի եւ Խորհրդային Միության վերահսկողության գոտիների միջև։ 1939 թվականի աշնանից մինչև 1940 թվականի գարուն արևմտյան ճակատում լայնածավալ մարտեր գրեթե չկային։ Այս շրջանը հաճախ անվանում են տարօրինակ պատերազմ։ Բայց 1940 թվականի գարնանը իրավիճակը կտրուկ փոխվեց։ 1940 թվականի ապրիլին Գերմանիան գրավեց Դանիան եւ ներխուժեց Նորվեգիա։ Մայիսի 10-ին գերմանական բանակը հարձակվեց Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի եւ Ֆրանսիայի վրա։ Գերմանական զորքերը արագ առաջ շարժվեցին եւ շրջանցեցին Մաժինոյի գիծը։ 1940 թվականի հունիսի 14-ին գերմանական զորքերը մտան Փարիզ։ Հունիսի 22-ին Ֆրանսիան ստորագրեց զինադադար Գերմանիայի հետ։ Ֆրանսիայի մեծ մասը անցավ գերմանական վերահսկողության տակ։ Այնուհետև Գերմանիայի ուշադրությունը կենտրոնացավ Մեծ Բրիտանիայի վրա։ 1940 թվականի ամռանու աշնանը տեղի ունեցավ Բրիտանիայի ճակատամարտը։ Գերմանական Լուֆթվաֆեն փորձում էր օդային գերազանցություն ձեռք բերել, սակայն բրիտանական Royal Air Force-ը կարողացավ դիմակայել։ Գերմանիան չկարողացավ իրականացնել Մեծ Բրիտանիան ներխուժելու իր ծրագիրը։ 1941 թվականի ընթացքում պատերազմը շարունակեց ընդլայնվել։ Գերմանիան ներխուժեց Հարավսլավիա եւ Հունաստան։ Պատերազմական գործողություններ էին ընթանում նաեւ Հյուսիսային Աֆրիկայում։ Սակայն պատերազմի ամենակարևոր շրջադարձերից մեկը դեռ առջևում էր։ 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին Գերմանիան եւ նրա դաշնակիցները հարձակվեցին Խորհրդային Միության վրա։ Սկսվեց Բարբարոսա գործողությունը։ Գերմանական բանակը հարձակվեց 3 հիմնական ուղղություններով՝ դեպի Լենինգրադ, Մոսկվա եւ Կիև։ Առաջին ամիսներին Խորհրդային Միությունը հսկայական տարածքներ կորցրեց։ Միլիոնավոր խորհրդային զինվորներ սպանվեցին, վիրավորվեցին կամ գերի ընկան։ Սակայն Խորհրդային բանակը չփուլուզվեց։ 1941 թվականի աշնանը գերմանական բանակը հասավ Մոսկվայի մատույցներին։ Դեկտեմբերին խորհրդային հակահարձակումը կանգնեցրեց գերմանական առաջխաղացումը։ Մոսկվայի ճակատամարտը դարձավ Գերմանիայի առաջին խոշոր ռազմավարական անհաջողություններից մեկը։ Բայց պատերազմի ամենասարսափելի էջերից մեկը զարգանում էր զուգահեռաբար։ Նացիստական Գերմանիան սկսեց հրեաների համակարգված հալածանքն ու ոչնչացումը։ Դեռևս 1945 թվականին ընդունվել էին Նյուրնբերգյան օրենքները, որոնք հրեաներին զրկում էին բազմաթիվ քաղաքացիական իրավունքներից։ Պատերազմի ընթացքում օկուպացված տարածքներում ստեղծվեցին գետոներ։ 1941 թվականից սկսվեցին հրեաների զանգվածային գնդակահարությունները։
1942 թվականի հունվարի 20-ին Բեռլինի Վանզեի խորհրդաժողովում նացիստական ղեկավարությունը համակարգեց Եվրոպայի հրեաների ոչնչացման այսպես կոչված վերջնական լուծման վարչական իրականացումը։ Հոլոկոստի ընթացքում սպանվեց մոտ 6 միլիոն հրեա։ Զոհերի թվում էին տղամարդիկ, կանայք եւ երեխաներ։ Ոչնչացման կենտրոններից էին Աուշվից, Բիրկենաուն, Տրեբլինկան, Սոբիբորը, Բելջեցը, Խելմոն եւ Մայդանեկը։ Հոլոկոստը դարձավ նացիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության ամենամեծ դրսևորումներից մեկը։ Այժմ վերադառնանք պատերազմի ռազմական ընթացքին։ 1942 թվականին Գերմանիան կրկին անցավ մեծ հարձակման։ Այս անգամ հիմնական ուղղությունը դեպի հարավ էր։ Գերմանական բանակը շարժվեց դեպի Կովկաս եւ Վոլգա։ Կովկասը հատկապես կարևոր էր նավթային պաշարների պատճառով։ Բաքվի նավթը խորհրդային միության ռազմական տնտեսության համար ռազմավարական նշանակություն ուներ։ Գերմանական բանակը հասավ հյուսիսային Կովկաս, սակայն չկարողացավ գրավել Բաքուն։ Իսկ Վոլգայի ափին սկսվեց պատերազմի ամենահայտնի ճակատամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը։ Այն սկսվեց 1942 թվականի օգոստոսին եւ ավարտվեց 1943 թվականի փետրվարի 2-ին գերմանական 6-րդ բանակի հիմնական ուժերի հանձնմամբ։ Ստալինգրադում տեղի ունեցած խորհրդային հակահարձակումը շրջադարձային նշանակություն ունեցավ։ 1943 թվականի ամռանը տեղի ունեցավ Կուրսկի ճակատամարտը։ Այն սկսվեց հուլիսի 5-ին։ Գերմանական ուժերը փորձեցին ճեղքել խորհրդային պաշտպանությունը, սակայն չկարողացան հասնել իրենց նպատակին։ Կուրսկից հետո խորհրդային բանակը անցավ երկարատև ռազմավարական հարձակման։ Այժմ խոսենք հակահիտլերյան կոալիցիայի մասին։ Դրա գլխավոր ուժերից դարձան Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը եւ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն պատերազմ մտավ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Պերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից հետո։ Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Գերմանիան եւ Իտալիան դեկտեմբերի 11-ին պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին։ Այսպիսով պատերազմը վերջնականապես դարձավ համաշխարհային, ընդգրկելով Եվրոպան, Ասիան, Աֆրիկան, Ատլանտյան եւ Խաղաղ օկիանոսների հսկայական տարածքները։ 1943 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Թեհրանում տեղի ունեցավ դաշնակիցների առաջնորդների կարևոր հանդիպում։ Այնտեղ հանդիպեցին Խորհրդային Միության ղեկավար Յոսիֆ Ստալինը, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը։ Քննարկվեց նաեւ Արևմտյան Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու հարցը։ Եվ այդ երկրորդ ճակատը բացվեց 1944 թվականի հունիսի 6-ին։ Այդ օրը դաշնակիցները Նորմանդիայում իրականացրին պատմության ամենամեծ ծովային դեսանտային գործողություններից մեկը։ Սկսվեց Օվերլորդ գործողությունը։ Դաշնակիցները սկսեցին ազատագրել Ֆրանսիան։ Միաժամանակ խորհրդային բանակը շարունակում էր առաջ շարժվել արևելքից։ 1944 թվականի ընթացքում խորհրդային զորքերը հասան Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա եւ Արևելյան Եվրոպայի այլ տարածքներ։ 1945 թվականի սկզբին պատերազմը մտել էր իր վերջին փուլը։ Փետրվարին տեղի ունեցավ Յալթայի խորհրդաժողովը։ Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը քննարկեցին Գերմանիայի պարտությունից հետո Եվրոպայի ապագան եւ հետպատերազմյան միջազգային համակարգը։ 1945 թվականի ապրիլին խորհրդային զորքերը մոտեցան Բեռլին։ Ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի ռազմավարական հարձակողական գործողությունը։ Ապրիլի վերջին խորհրդային բանակը շրջապատեց Բեռլինը։ Ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերը ինքնասպան եղավ Բեռլինում։ Մայիսի 2-ին Բեռլինի կայազորը հանձնվեց։ Մայիսի 7-ին Ռեյմսում Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Մայիսի 8-ին Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիայի վերջնական փաստաթուղթը Բեռլինի մոտ։ Խորհրդային ժամանակագրության մեջ Եվրոպայում հաղթանակի օրը նշվում է մայիսի 9-ին Մոսկվայի ժամանակով փաստաթղթի ուժի մեջ մտնելու պատճառով։ Այսպիսով Եվրոպայում պատերազմն ավարտվեց, բայց համաշխարհային պատերազմը դեռ չէր ավարտվել։ Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում շարունակվում էր ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պատերազմը։ 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում տեղի ունեցավ Պոտսդամի խորհրդաժողովը։ Այստեղ հանդիպեցին Ստալինը, ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը եւ սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը, իսկ հետո Կլեմենտ Էթլին։ Քննարկվեց պարտված Գերմանիայի ապագան։ Գերմանիան պետք է ապառազմականացվեր, ապանացիստականացվեր եւ ժողովրդավարական վերափոխման ենթարկվեր։ Սակայն այդ ժամանակ պատերազմի վերջին մեծ ճակատը դեռևս Խաղաղ օվկիանոսում էր։ 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն ատոմային ռումբ օգտագործեց Հիրոսիմայի դեմ։ Օգոստոսի 9-ին երկրորդ ատոմային ռումբը նետվեց Նագասակիի վրա։ Նույն ժամանակ օգոստոսի 8-ին Խորհրդային Միությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային, իսկ օգոստոսի 9-ին սկսեց ռազմական գործողություններ Ճապոնիայի դեմ Մանջուրիայում։ Ճապոնիայի ղեկավարությունը կանգնեց պատերազմի շարունակման անհնարինության առաջ։ 1945 թվականի օգոստոսի 15-ին կայսր Հիրոհիտոն հայտարարեց Ճապոնիայի հանձնվելու մասին, իսկ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիան պաշտոնապես ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Այդ օրը երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես ավարտվեց, բայց հիմա հասնում ենք այն հատվածին, որն այս տեսանյութի համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին եւ հատկապես հայրենական մեծ պատերազմին։ 1941 թվականի հունիսի 22-ից հետո խորհրդային Հայաստանում սկսվեց լայնածավալ զորահավաք։ Հայաստանից հազարավոր տղամարդիկ մեկնեցին ռազմաճակատ։
Բացի Հայաստանից հայեր էին զորակոչվում նաև Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ Տարբեր պատմագիտական հաշվարկներում հայերի մասնակցության թվերը տարբեր են։ Հաճախ խոսվում ամոթ 300,000-ից մինչև կես միլիոն հայերի մասնակցության մասին կախված հաշվարկի մեթոդից եւ այն բանից, թե որ տարածքներում բնակվող հայերն են ներառվում։ Խորհրդային Հայաստանի բնակչությունը պատերազմի սկզբին մոտ 1,5 միլիոն էր։ Այս պայմաններում այդպիսի զորահավաքը հսկայական ազդեցություն ունեցավ հանրապետության վրա։ Հայերը կռվում էին տարբեր զորամասերում եւ տարբեր ռազմաճակատներում, բայց առանձնահատուկ նշանակություն ունեցավ հայկական ազգային կազմով 89-րդ հրաձգային դիվիզիան։ Այն ձևավորվեց Երևանում 1941 թվականի դեկտեմբերին։ Դիվիզիան հետագայում հայտնի դարձավ որպես Թամանյան դիվիզիա։ Այն մասնակցեց Կովկասի համար մղված մարտերին։ Կովկասը պատերազմի ռազմավարական կարևորագույն շրջաններից էր։ Գերմանական զորքերի առաջ խաղացման գլխավոր նպատակներից մեկը Կովկասի նավթային շրջաններին հասնելն էր։ Հայաստանը գտնվում էր այդ տարածաշրջանի ռազմավարական կարևոր գոտում։ Հայկական զորամասերը մասնակցեցին Կովկասի պաշտպանությանը։ 89-րդ դիվիզիան այնուհետև մասնակցեց Հյուսիսային Կովկասի եւ Ղրիմի մարտերին։ 1944 թվականին այն մասնակցեց Ղրիմի ազատագրման գործողություններին։ Այնուհետև դիվիզիան շարժվեց դեպի արևմուտք։ Հայ զինվորները անցան Ուկրաինայի, Լեհաստանի եւ այլ տարածքների մարտերով։ 1945 թվականին նրանց ճանապարհը հասավ Գերմանիա։ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան մասնակցեց Բերլինի համար մղված մարտերին։ Այսպիսով հայկական կազմով զորամիավորումներից մեկը հասավ մինչև նացիստական Գերմանիայի մայրաքաղաք։ Դիվիզիայի մարտական ուղին դարձավ հայ զինվորների մասնակցության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, բայց հայերի մասնակցությունը շատ ավելի լայն էր։ Հայազգի զինվորականների թվում կային բարձրագույն հրամանատարներ։ Դրանցից ամենահայտնին Հովհաննես Բաղրամյանն էր։ Նա ծնվել էր 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլում։ Պատերազմի տարիներին Բաղրամյանը ղեկավարեց խոշոր ռազմական միավորումներ։ 1943-ի նոյեմբերից նա ղեկավարում էր առաջին մերձբալթյան ռազմաճակատը։ 1944 թվականին նրա ռազմաճակատը մասնակցեց խորհրդային խոշոր հարձակողական գործողություններին։ 1945 թվականին Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության մարշալ։ Նա երկու անգամ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հայազգի մեկ այլ նշանավոր հրամանատար էր Համազասպ Բաբաջանյանը։ Նա հատկապես հայտնի դարձավ զրահատանկային զորքերի ոլորտում։ Պատերազմից հետո նա դարձավ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։ Հայկական ծագում ուներ նաև Հովհաննես Իսակովը, ավելի հայտնի Իվան Իսակով անունով։ Նա խորհրդային նավատորմի բարձրագույն հրամանատարներից էր եւ պատերազմի տարիներին զբաղեցրեց կարևոր պաշտոններ։ Հայազգի հայտնի ռազմական օդաչուներից էր Նելսոն Ստեփանյանը։ Նա կատարել է բազմաթիվ մարտական թռիչքներ եւ երկու անգամ արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ստեփանյանը զոհվեց 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Լատվիայի տարածքում մարտական առաջադրանք կատարելիս։ Հայերի ներդրումը միայն ռազմաճակատում չէր։ Խորհրդային Հայաստանում գործարանները աշխատում էին պատերազմի համար, գյուղացիները արտադրում էին սնունդ, բնակչությունը հավաքում էր միջոցներ եւ նյութեր ռազմաճակատին աջակցելու համար։ Հայաստանը մասնակցում էր նաեւ ռազմական նշանակության արտադրությանը։ Այսպիսով հայերի մասնակցությունը կարելի է տեսնել 3 հիմնական ուղղությամբ՝ ռազմաճակատում, թիկունքում եւ ռազմական գիտության ու արդյունաբերության ոլորտում։ Պատերազմի տարիներին հայ ժողովրդի կորուստները նույնպես ծանր էին։ Տարբեր աղբյուրներում զոհերի թվերը տարբեր են եւ այստեղ նույնպես անհրաժեշտ է զգուշությամբ մոտենալ թվերին։ Բայց մի բան անվիճելի է. 100 հազարավոր հայերի մասնակցության դիմաց մարդկային կորուստները շատ մեծ էին։ Շատ ընտանիքներ իրենց հարազատներին այլևս չտեսան։ Ոմանք վերադարձան վիրավոր, ոմանք վերադարձան տարիներ անց ծանր հիշողություններով, իսկ շատերը մնացին ռազմաճակատներում։ 1945 թվականի հաղթանակից հետո աշխարհը այլևս նույնը չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խլեց տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր։ Զոհերի ընդհանուր թիվը տարբեր պատմագիտական հաշվարկներով գնահատվում է մոտավորապես 70-ից 85 միլիոն մարդ։ Խորհրդային Միությունը կրեց պատերազմի ամենածանր մարդկային կորուստներից մեկը՝ շուրջ 27 միլիոն մարդ, ռազմական եւ քաղաքացիական կորուստները միասին հաշվելիս։ Եվրոպայի քաղաքներն ու արդյունաբերական կենտրոնները հսկայական ավերածությունների ենթարկվեցին։ Գերմանիան բաժանվեց օկուպացիոն գոտիների։ Եվրոպայի քաղաքական քարտեզը փոխվեց։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին պաշտոնապես ստեղծվեց միավորված ազգերի կազմակերպությունը։ Նպատակն էր ստեղծել միջազգային համակարգ, որը կարող էր կանխել նոր համաշխարհային պատերազմի առաջացումը։ 1945-1946 թվականներին Նյուրնբերգում անցկացվեցին նացիստական Գերմանիայի գլխավոր ռազմական եւ քաղաքական ղեկավարների դատավարությունները։ Նացիստական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ դատապարտվեցին պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար։ Սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհը չմտավ երկարատև խաղաղության մեջ։ ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջև հարաբերությունները արագ վատացան։ Սկսվեց այն հակամարտությունը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սառը պատերազմ։ Այսպիսով երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը դարձավ նաեւ նոր աշխարհակարգի սկիզբ։ Սիրելի բաժանորդներ, եթե հասել եք մինչև այս պահը, շնորհակալ եմ ձեզ։ Այսօր մենք անցանք 1939 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1945 թվականի սեպտեմբերի 2-ը։ Մենք տեսանք, թե ինչպես սկսվեց պատերազմը,
ինչպես այն տարածվեց Եվրոպայով եւ ամբողջ աշխարհով, ինչպես սկսվեց հայրենական մեծ պատերազմը 1941 թվականի հունիսի 22-ին, ինչպես ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիան, ինչպես տեղի ունեցավ հոլոկոստը, ինչպես ավարտվեց պատերազմը Եվրոպայում, ինչպես պարտվեց Ճապոնիան եւ ինչպիսի աշխարհ ծնվեց պատերազմից հետո։ Բայց ամենակարևորն այն է, որ մենք տեսանք նաև հայերի մասնակցությունը։ Հայ զինվորները կռվեցին տարբեր ռազմաճակատներում։ Հայկական զորամիավորումները անցան հազարավոր կիլոմետրերի ճանապարհ։ 89-րդ Թամանյան դիվիզիան հասավ մինչև Բեռլին։ Հովհաննես Ծվաղրամյանը դարձավ մարշալ։ Նելսոն Ստեփանյանը դարձավ կրկնակի խորհրդային միության հերոս։ Համազած Բաբաջանյանը հասավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի աստիճանին։ Իվան Իսակովը դարձավ խորհրդային նավատորմի բարձրագույն հրամանատարներից մեկը։ Բայց այս բոլոր անունների հետևում կանգնած էին նաև հազարավոր սովորական մարդիկ, որոնք թողեցին իրենց ընտանիքները եւ գնացին պատերազմ։ Մարդիկ, որոնց անունները գուցե երբեք չհայտնվեցին պատմության դասագրքերում։ Եվ հենց այդ պատճառով պատմությունը պետք է հիշել ոչ միայն մեծ առաջնորդների անուններով, այլև սովորական զինվորների կյանքերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ պետությունները կորցնում են խաղաղության պահպանման կարողությունը, իսկ ատելությունն ու ծայրահեղականությունը վերածվում են պետական քաղաքականության։ Այդ պատերազմի զոհերի հիշատակը այսօր էլ կարևոր է, ոչ թե պատերազմը փառաբանելու համար, այլ հասկանալու համար, թե ինչ գին ունի այն։ Եվ երբ մենք ասում ենք հայերը մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմին, պետք է հիշենք, որ այդ խոսքերի հետևում իրական մարդիկ են։ Նրանք գնացին ռազմաճակատ, նրանք աշխատեցին թիկունքում, նրանք պաշտպանեցին քաղաքներ ու գյուղեր, նրանք հասան Բեռլին, եւ նրանցից շատերը երբեք չվերադարձան։ Սիրելի բաժանորդներ, եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, բաժանորդագրվեք Հայոց ալիքին։ Գրեք մեկնաբանություններում հաջորդ տեսանյութում ում մասին պատմենք ավելի մանրամասն։ Հովհաննես Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի, Թամանյան դիվիզիայի թե հայրենական մեծ պատերազմի մեկ այլ կարևոր դրվագի մասին։ Եվ մի մոռացեք, պատմությունը պարզապես անցյալ չէ, պատմությունը մեր հիշողությունն է, իսկ հիշողությունը պետք է պահպանել։